Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հակառակորդը շարունակում է կրակել հայկական գյուղերի ուղղությամբ Հայաստանի իշխանությունների գնահատականն էլ այսպիսինն է։ Ադրբեջանի նպատակը խուճապ ու անհանգստություն առաջացնելն է։ Իհարկե, երբ որ գյուղի մոտ կրակում են, դա անհանգստացնում է բոլոր գյուղացիներին, դա բնական է, որ այդպես էլ կա։ Եթե տեսնում են երբեմն էլ գնդակները կպնում են իրենց տանիքներին կամ տարբեր շինություններին, իհարկե դա անհանգստացնում։ Բայց միայն եթե արդեն կպնում են տանիքների շինություններին, դա նաև վտանգավոր է բացի անհանգստությունից, չէ՞։ Իհարկե վտանգ կա, նման առաջին անգամը չէ, մի քանի անգամ նման դեպք եղել է։ Հակառակորդի կրակոցների հետ կապված դատական բալիստիկ փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր։ Որպեսզի պարզենք այդ գնդակների ուղղությունը որտեղից են եղել, ուղիղ նշանառությամբ եղել, թեկուց է պատահական, թեկուց է այլ հանգամանքներում։ Այս քրեական գործերի քննություններից արդեն այդ մտադրություններն էլ ավելի կպարզեցվեն։ Լրագրողները դիտարկում են անում, որ գերտերությունների տարբեր պաշտոնյաներ են հայտարարում, թե Սյունիքում էսկալացիայի վտանգ կա։ Իշխանությունը դեռ շարունակում է հայտարարել Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու մասին։ ՔՊԱ-ականները որքանով են համոզված, որ պատերազմ չի լինելու։ Խաչատրյանը պատասխանում է, թե բոլոր գերտերություններն իրենց շահերը ունեն։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ասում այն, ինչը որ կա, եւ դրա համար պատասխան է տալիս։ Որևէ գերտերության հայտարարություն կամ բան, դա չես կարող ասել ինչ հիմքեր ունի եւ ինչպիսի։ Ես նորից եմ կրկնում, Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի անհանգստություն ստեղծի սահմանային հատվածում։ Ցավոք սրտի այդ սահմանային հատվածներում նրանք բնակչություն չունեն։ Տասնյակ հարյուրավոր կիլոմետր խորքում բնակչություն չկա եւ եթե նրանք կրակում են, անգամ զորավարժություն են անում, դա ինչ որ չափով հնարավոր է որ լսում են մեր գյուղերում եւ ցանկացած կրակոցից այն ինչ որ չափով անհանգստություն։ Այնպես չի, խոճապ չկա։ Ահա այս համապատկերում էլ ՔՊԱ-ականները հավատում են եւ վստահ են, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Ադրբեջանը չի կրակի։ Որովհետեւ եթե կնքվի, արդեն զորքերը չեն սահմանապահ գործառույթ իրականացնելու, այլ սահմանապահ գործառույթ իրականացնելու սահմանապահ զորքերը, երկուստեք իսկ նման պայմաններում մենք տեսնում ենք, որ այդպիսի դեպքեր չեն գրավում։ Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություն ենք իրականացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել խաղաղության պայմանագրի ստորագրման միևնույն օրը ստորագրել նաև Մինսկի խմբի լուծարման դիմումը։ Իշխանական падգամավորի դիտարկմամբ, եթե հայկական կողմը համարժեք պատասխան տա ադրբեջանական կրակոցներին, կլինի էսկալացիա։ Չես կարող ասել այդ էսկալացիան որտեղ կկանգնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունները չունի պատասխան համարժեք գործողությունների դիմելու, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը նա է, որ խաղաղության պայմանագիր ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրին եւ էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ տալ, բայց նաեւ չեն տանում, որովհետեւ մեր զինված ուժերը բավականին adekvat եւ հավասարակշռված գործողություններ են իրականացնում եւ որևէ էսկալացիոն գործողություններ Հայաստանի Հանրապետությունից հնարավոր չէ սպասել։ Իշխանությունների համար խաղաղությունն այլընտրանք չունի, ԿՊԱ-ականները նաև պնդում են, խաղաղության պայմանագիրը կնքվելու է, կատարվելու է դելիմիտացիա, սահմանից զորքերը հեռացվելու են, սահմանապահներն էլ հսկելու են սահմանային հատվածները։ Բաքվի զինվորական դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը շարունակվել է։ Հիշեցնենք, նա ապօրինի կերպով մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Տուժողներից մեկը հայտարարել է, որ իր որդին Մարտակերտում զոհվել է հայկական զինված ստորաբաժանումների կողմից։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Նա նշել է, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմամբ եւ հավելել, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը նպաստելու համար։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացվել է եւ այժմ ընթանում են դիվանագիտական խորհրդակցություններ դրա ստորագրման ուղղությամբ։ Նա նշել է, որ կողմերն ունեն որոշ տարաձայնություններ, որոնք քննարկվում են։ Գրիգորյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է նույն օրը ստորագրել նաեւ Մինսկի խմբի լուծարման դիմումը։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնն Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նախարար Բարոն ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ եւ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։ Արարատ Միրզոյանը եւ Ժան-Նոել Բարոն մասնակցել են Ադմիրալ Լուի Դարտիժ Դյուֆերենին նվիրված հուշաքարի բացման արարողությանը։ Անվտանգության հարցերի մոսկովյան համաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին նեղ կազմով բանակցություններ նախատեսված չեն։ Միջոցառման ծրագրի շատ խիտ լինելու պատճառով հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ Ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական պատվիրակությունները հրավիրված են մասնակցելու ոչ միայն լիագումար նիստերին եւ սեմինարներին, այլև ԱՊՀ երկրների համար ավանդական աշխատանքային նիստին։ Այս մասին հայտնել է Շևցովը։ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները համաձայնության են եկել կալանավորների փոխանակման վերաբերյալ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Իհարկե, մանրամասները մշակվում են համապատասխան լիազոր մարմինների միջոցով, ասել է ռուս պաշտոնյան փոխանակման մանրամասները չհայտնելով։ Ադրբեջանի եւ Թուրքիայի եւ Պակիստանի ղեկավարների մասնակցությամբ Լաչինում անցկացվող գագաթնաժողովի ժամանակ Ալիևը ընդգծել է երկրների միջև ռազմական գործակցության կարեւորությունը։ Նա իր երախտագիտությունն է հայտնել Անկարային եւ Իսլամաբադին 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած օգնության համար։ Ալիևը նաեւ շեշտել է, որ համատեղ զորավարժություններն ու ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող նախագծերը մեծապես ամրապնդում են բանակի ներուժն ու նրա ազդեցությունը աշխարհագրական շատ մեծ տարածքում։ Թրամփի վարչակազմը ամերիկյան որոշ ընկերությունների արգելել է ռազմավարական նշանակության ապրանքներ վաճառել Չինաստանին։ Financial Times-ի վկայակոչմամբ վարչակազմը կիսահաղորդիչների մշակման համար ծրագրային ապահովում առաջարկող ամերիկյան ընկերություններից պահանջել է դադարեցնել ծառայությունների վաճառքը չինական ընկերություններին։ ԱՄՆ առևտրի նախարարությունն էլ հրահանգել է այսպես կոչված էլեկտրոնային նախագծման ավտոմատացման խմբերին դադարեցնել տեխնոլոգիաների մատակարարումները Չինաստանին։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման նպատակով ժամանել է Բերլին։ Բանակցություններից հետո հրավիրված ասուլիսում գերմանական կառավարության ղեկավարությունը հայտնել է, որ Բերլինը հնարավոր է ամեն ինչ անի հյուսիսային հոսք 2 գազատարի վերագործարկումը թույլ չտալու համար։ Մերցը խոսել է նաև Ուկրաինայի հետ հրթիռների համատեղ արտադրություն կազմակերպելու մասին։ Այդ զենքը հեռահարության սահմանափակումներ չի ունենա, ընդգծել է Մերցը։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 26-ի երեկոյից մինչև մայիսի 27-ի առավոտ Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Ուկրաինայից արձակված 99 անօդաչու թռչող սարք, դրանցից 56-ը Բելգորոդի, 25-ը Վորոնեժի, իսկ մնացածը այլ շրջանների օդային տարածքներում։ Վորոնեժի նահանգապետը հայտնել է, որ զոհեր կամ վիրավորներ չկան, իսկ բեկորների ընկնելու վայրում առաջացած հրդեհը մարվել է։ Թրամփը եւ Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանի հարցով, հաղորդել է 12 ալիք։ Կողմերը չեն կարողացել հաղթահարել տարաձայնությունները։ Թրամփը հայտնել է, որ նախընտրում է դիվանագիտական լուծում եւ վստահ է, որ կարող է լավ գործարք ընկել, մինչդեռ Նեթանյահուն շարունակում է պնդել Իրանի դեմ հարվածնելու անհրաժեշտությունը։ Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի հետ ասուլիսում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ արևմտյան երկրները չեղարկել են Ուկրաինային մատակարարված հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները։ Մերցի դիտարկմամբ Ուկրաինան իրավունք ունի գործընկերներից ստացված զենքերն օգտագործել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախների դեմ։ Հեռահարության սահմանափակումներ սահմանած երկրները հրաժարվել են վաղուց ներկայացված այդ պայմաններից, պարզաբանել է նա։ Ամերիկայի նախագահ Թրամփը հայտարարել է, որ հարևան Կանադան ցանկանում է միանալ Միացյալ Նահանգների ոսկե գմբեթ հակաօդային պաշտպանության համակարգին։ Թրամփն իր Truth Social սոցցանցային էջում գրել է, որ Կանադան ստիպված չի լինի վճարել ոսկե գմբեթ հակահրթիռային պաշտպանության համակարգի օգտագործման համար, եթե այն դառնա Միացյալ Նահանգների մաս։ Ես Կանադային, որն այնքան շատ է ցանկանում լինել մեր հրաշալի ոսկե գմբեթ համակարգի մաս, ասացի, դա կարժենա $61 միլիարդ։ Եթե նրանք մնան առանձին, ոչ հավասար ազգ, բայց դա կարժենար $0, եթե նրանք դառնան մեր թանկագին 51-րդ նահանգը։ Նրանք դիտարկում են առաջարկը, գրել է Թրամփը։ Մարտի 27-ին Մոսկվայի ժամանակով ժամը 21-ից մինչև մարտի 28-ը ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել եւ ոչնչացրել են ուկրաինական 296 անօդաչու թռչող սարք տարբեր մարզերի օդային տարածքներում։ Գերատեսչության փոխանցման անօդաչու թռչող սարքերը խոցվել են Մոսկվայի, Բրյանսկի, Բելգորոդի, Վլադիմիրի, Վորոնեժի, Իվանովոյի, Կալուգայի, Կուրսկի, Օրիոլի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի եւ Տուլայի մարզերի օդային տարածքներում։
Մոսկվան խստացնում է միգրանտների մուտքը մայրաքաղաք։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ստորագրել է Մոսկվայում եւ մարզում բջջային հավելվածով միգրանտների գրանցման փորձարկման մասին օրենքը։ Կներդրվի արտասահմանցիների հաշվառման լրացուցիչ մեխանիզմ, այսպես կոչված մասնագիտացված բջջային հավելվածում գրանցվելուց հետո Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությանը կփոխանցվի միգրանտների գտնվելու վայրի մասին տվյալները։ Բջջային հավելվածի միջոցով միգրանտը համաձայնություն է տալու անձնական տվյալների մշակմանը։ Գեոլոկացիայի վերահսկողությունը շրջանցելու փորձի դեպքում միգրանտները կներառվեն վերահսկվող անձանց ռեեստրում եւ կարտաքսվեն Ռուսաստանից։ Այդ հավելվածի միջոցով միգրանտը փաստացի տեղեկացնում է իր գտնվելու վայրը։ Նրա հեռախոսի աշխարհագրական դիրքով պայմանավորված հնարավոր է մոնիթորինգ իրականացնել։ Եթե միգրանտը փորձի շրջանցել վերահսկողությունը, կներառվի վերահսկող անձանց գրանցամատյանում։ Ռուս փորձագետները սակայն համարում են, որ միլիոնավոր միգրանտներին վերահսկելը դժվար, բարդ եւ ծախսատար գործընթաց կլինի։ Միգրանտներին հետևելը շատ թանկ կնստի իրավապահ մարմինների վրա։ Սիմ-քարտերը միգրացիոն կենտրոններում հարկադրաբար են տրամադրում։ Ասում են, եթե դուք այն չվերցնեք, ապա դուք բժշկական զննում չեք անցնի։ Իսկ այն պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու համար։ Կարծում եմ նմանատիպ խստացումներից հետո միգրանտներից շատերը կփոխեն իրենց աշխատանքը փնտրելու ուղղությունը։ Նրանք ավելի շատ կնախընտրեն Եվրոպան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ նույնիսկ Հարավային Կորեան։ Ծրագիրը կփորձարկվի սեպտեմբերի 1-ից եւ կտևի մինչեւ 2029 թվականը։ Խստացումները չեն վերաբերվում անչափահասներին, դիվանագետներին, նրանց ընտանիքների անդամներին, նաեւ Բելարուսի քաղաքացիներին։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել կոթողացման տրամաբանությունից հրաժարվելու կոչով, նշելով ինչի դիմաց գրված չէ տաճար, պետք է գրված չլինի տաճար։ Նա անդրադարձել է մարզահամերգային համալիրում անցկացված հարսանիքին, նաև ընդգծելով, որ տարիներ շարունակ համալիրն ավերվել է, իսկ վերականգնման համար անհրաժեշտ է տնտեսվարում։ Փաշինյանը նաև քննադատել է եկեղեցիների անմխիթար վիճակը, նշելով, որ դրանք չուլանացված են եւ չեն կառավարվում ոչ պետության, ոչ էլ համապատասխան պոակների կողմից։ Ինչքան կարելի է խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ընդգծել է վարչապետը։ Հայաստանում բենզինը ստուգվելու է ոչ միայն ներմուծման ժամանակ, այլև տեղափոխման եւ վաճառքի փուլերում։ Այս մասին հայտարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը։ Նոր միջոցառումները ըստ նրա հնարավորություն կտան վերահսկել վառելիքի որակը բոլոր փուլերում, ներմուծումից մինչև վաճառք, նման կերպ այն կդադարի մատակարարման ընթացքում վատթարանալ։ Ոտը անտանելի է, անտանելի։ Այստեղով անցնելուց հենց է, տեսնում եք։ Տղամարդը քիթը փակած հետ այստեղ պետք է հակագազ կապ դնես, որ չխեղդվես։ Նոր վարչական շրջանի Գյուլի Քեխվյան 25 կոտորակ 1 շենքի եւ հարակից շենքերի տարածքով արդեն տևական ժամանակ է առանց քիթը փակելու անցնել հնարավոր չէ։ Խցանված դիտահորերից կեղտաջրերը դուրս են գալիս ու հոսում փողոցներով մեկ, ստեղծելով հակասանիտարական վիճակ։ Հոտին ո՞նց եք դիմանում։ Պատուան ընդհանրապես չեմ կարողանում բացել, ասեմ ավելացնեմ, որ մի ժամ առաջ եմ փորձը կապնել, վիոլա ջուրը չի պատասխանում, բոլոր օպերատորները զբաղված են։ Չէ, վիոլա ջուրը ինչ ասե որ ասել։ Գալիս է, ոչ մի բան չի ան, գնալ է մի բան փողում է, թողում գնում է։ Անցյալ տարվանից այս վիճակն է։ Գարշահոտությունը կլանած տարածքում նաև 141 դպրոցն է։ Մի քանի օր առաջ շրջանավարտները ստիպված են եղել ավարտական միջոցառումը անցկացնել սարսափելի հոտի ուղեկցությամբ։ Այսպես ասած, իրենց կյանքի հիշարժանորը հաստատ չեն մոռանա։ Շատ հաճ է վերջի զանգահարողությունը, երեխաները վերջի զանգահարողությունը, այսպես փռնելով անցնում էին ծնողների հետ, եթե չլինի 700 աշակերտ հաստատ կլինի դպրոցում։ Կեղտաջրերը հարակից տարածքում ապրողների կյանքը վտանգում են ոչ միայն հակասանիտարական պայմանների առումով, այլ որովհետև անխոչնդոտ հոսում են դեպի նույն վայրում տեղակայված էլեկտրակայան։ Պաստանցյանը հոսանք ջուրը։ Հա, դա վտանգավոր է, էդի։ Կարող է տոկը խփի։ Հեսա պաստանցայի մոտ է այդում, հեսա։ Այս ավտոները sense գնում են այդ կեղտաջրերի միջով, հոսանքն ու ջուրը իրար հետ հակացուցված են, չի բացառում, անկարծ անցնես այնտեղ եւ հոսանքը հարվես։ Ինչպես բնակիչներն են ասում, վիոլա ջուրը վաղուց արդեն այս խնդրի մասին գիտի, բայց այն լուծելուն ընդառաջ քայլեր այդպես էլ չեն արվում։ Բնակիչները պահանջում են պատկան մարմիններից, որ հիշեցնեն վիոլա ջրին իրենց պարտականությունների մասին։
Մայիսի 27-ին Երևանում Կոմիտասի պողոտայում բախվել են 23-ամյա Լևոնի Հյունդայի Էլանտրան եւ 73-ամյա Գրիշայի Օպել Զաֆիրան, տուժածներ չկան։ Բարեբախտաբար տուժածներ չկան, օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։ Բախման հետևանքով Օպելը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված հատվածով, հայտնվել մայթին մասամբ կանաչ գազոնի մեջ։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։ Երևանում մայիսի 27-ին բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու Range Rover-ը ժամը 3:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա եւ Չեխովի փողոցի խաչմերուկում է դեպքը տեղի ունեցել։ Range Rover-ը վարել է 34-ամյա Գրիգորյանը, շտապօգնության մեքենան վարել է 52-ամյա Նազարյանը։ Վերջինը նրա ուղևոր Երևանի բնակիչ 52-ամյա Ավանեսյանն ու Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Շենգավիթ բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։ Այս պահին տեսնում եք դեպքի վայրում աշխատում են շտապօգնության բժիշկները, ովքեր վթարված ավտոմեքենայից իրենց անհրաժեշտ պարագաները տեղափոխում են մեկ այլ շտապօգնության ավտոմեքենա։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, կարճ ժամանակ անց ըստ դեպքի վայրում հավաքվածների եւս 2 հոգի բուժօգնության են դիմել հիվանդանոց, ովքեր ըստ տեղեկությունների Range Rover-ի վարորդն ու ուղևորն են եղել։ Ի դեպ բախման հետևանքով Range Rover-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, բախվելով սրճեպ ապարատին, իսկ վիրավորների մեջ է նաեւ շտապօգնության բժիշկն ու բուժքույրը։ Գիշերը ժամը 2-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 210/11 հասցեում գործող ավտոլվացման կետում BMW Մագնիշի ավտոմեքենան ավտոլվացման կետի աշխատակիցը շարժի է դրել, ինչից հետո ավտոմեքենան առաջ է ընթացել, կոտրել ավտոլվացման կետի Եվրոթի թեղով պատը եւ մոտ 4.5 մետր բարձրությունից գլխի վայր ընկել է կիսակառույց շինության մեջ։ Տուժածներ չկան։ Ավտոմեքենայի մեջ է եղել նաև BMW-ի սեփականատերը։ Դեպքի վայր ժամանած բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նշված անձանց, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել։ Կվադրոցիկլը, որը կողաշրջվել էր մայիսի 24-ին Ծաղկաձորում եւ ինչի հետևանքով 2 մահեր գրանցվել, վարել է Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Ալիկ Առաքելյանը։ Վերջինն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ Պարզվել են դեպքի մանրամասները, ինչպես նաեւ մահացածների եւ վիրավորների ինքնությունը։ Հիշեցնենք, որ կվադրոցիկլի կողաշրջման հետևանքով Հրազդան բժշկական կենտրոն էին տեղափոխվել 15-ամյա 4 աղջիկ, որոնցից 2-ը գիտակցության չգալով մահացել էին։ Մայիսի 25-ին Կոտայքի մարզում բախվել են 22-ամյա Կարենի Մերսեդեսը եւ 53-ամյա Արայի Դեուն։ Վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նայրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Մայիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կորեայի ձորում շրջանցիկ թունելի փողոցում թիվ 49 երթուղին սպասարկող ավտոբուսը դիսպետչերական կետից առանց վարորդի առաջ է ընթացել։ Բախվել բետոնե եւ ալյումինե պարիսպներին, ապա կոտրել գազախողովակները, երկաթե հենասյուները եւ հայտնվել զրուցարանում։ Տուժածներ չկան, բայց տարածքում սկսվել է գազի արտահոսք։ Հատուկ մասնագետներով աշխատանքներ են կատարում, որպեսզի արագ վերականգնվի գազամատակարարումը, իսկ գազամատակարարումը վերականգնելուց առաջ Գազպրոմի աշխատակիցները, Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները պետք է փոխեն կոտրված գազասյուները, ինչից հետո գազը կվերականգնվի։
Կոոպերատիվորեն դեպքի վայր են հասել պարեկները, սահմանազատել տարածքը։ Գազպրոմ Արմենիա Տրանսգազ եւ Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի Արաբկիր ծառայության աշխատակիցները սկսել են կարճ ժամանակում վթարված գազախողովակը եւ խողովակասյուները նորով փոխարինելու աշխատանքները, որպեսզի գազամատակարարումը տներին վերականգնվի։ Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում մայիսի 25-ին։ 35-ամյա Անդրանիկը օպելով վրաերթի է ենթարկել 70-ամյա Նուբարին։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն եւ ժամանած բժիշկների հերթապահ խումբը։ Նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Արարատ բժշկական կենտրոն։ Սակայն վիրավորը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։